ստեղծեն, որպես այդ սֆերը կրճատվի։ Պարոն Փաշինյան, ընտրությունների հետ կապված ուզում եմ ձեզ հարցնել, դուք իսկապես ընտրությունների արդյունքները լեգիտիմ եք համարում թե ոչ, որովհետև եւ դուք եւ ընդդիմությունը, անդիմադիրները խորհրդարանում խոսում են այն, մեկը մյուսին մեղադրում եք, որ մեկը փողով է ընտրել, մյուսը վարչական ռեսուրս է կիրառել, մյուսն ասում է, որ բոլորը հաղթել են բացի հայ ժողովրդից եւ այլը, որքանով է այդ խորհրդարանը հիմա ձեր կարծիքով լեգիտիմ, եթե երկուստ էլ տարբեր բառերով գրեթե նույն տեքստն եք ասում, եւ ուզում եմ ինձ որպես երկրի վարչապետ ասեք, որն է առանցքային հարցերում ձեր եւ ընդդիմության մոտեցումների տարբերությունը, որովհետեւ թրիփի հետ կապված կարծես թե տարբերություն չկա, Արցախի հարցի հետ կապված կարծես թե բոլորն են այդ հարցը փակում, դրոշներն էլ հավաքեցին։ Հիմա լավ չէր լինի կոալիցիայով ընտրություններին մասնակցեիք, այլ անձիկ էլ մասնակցեին, ձևավորվեր նորմալ քաղաքական խորհրդարան, որտեղ դմփ չէին անի դահլիճում, բայց միջանցքներում սիրախախ, քաղաքական սիրախախ չէր լինի։ Հիմա ժողովուրդը ինչպես վստահի այդ խորհրդարանին, այդ թվում ձեր ուժի ֆրակցիային, այդ թվում ձեզ, որովհետև ստացվում է, որ դուք ժողովրդին միմյանց դեմ եք անում, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանն ու Թուրքիան միևնույն է, եւ հանձնողների եւ փրկողների պարագայում ստանում են այն, ինչ ուզում են։ Ինչու քաղաքական դաշտը, ինչու քաղաքական համակարգը այդպես էլ չի փոխվում։ Եվ այլ հարցեր, եթե սրան արձագանքեք։ Չէ, դուք հարցերը պիտի տակավարտեք, որ ես պատասխանեմ։ Մհեր Գրիգորյանի երկարակեցության գաղտնիքը կառավարությունում ո՞րն է։ Ես հիշում եմ հեղափոխությունից հետո ինքը ԲՀԿ-ի քվոտայով եկավ ու մնաց, այդքան իդեալական է Մհեր Գրիգորյանը աշխատում, թե ապահովում է ձեր եւ ընդդիմության կապը, գուցե ես ասում եմ այնպիսի բաներ, որոնք օրինակ ինձ բազմաթիվ մարդիկ գրում են, ասում են Անի ջան, մի հատ հարց ուտես երկարակեցության գաղտնիքը ո՞րն է, կարող է, չգիտեմ, ֆինանսական կապն են ապահովում, կարող ընդդիմությունն իր ֆինանսական կարողությունն է փորձում պահել, կամ կարող այլ հարցեր կան, օրինակ սահմանազատման process-ում ինքը ակտիվ մասնակցում է, վերջում այդ թվում ես, մենք բոլորս ձեզ ենք մատնանշում։ Հիմա այդ հարցերին խնդրում եմ պատասխանեք եւ լրատվամիջոցների հետ կապված է։ Գուցե ես այս ամենի համար քննադատում եմ, էլի ֆեյքերը ցենց վրա տան, բայց արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, բայց այնուամենայնիվ ինչպես պիտի անենք, որ այն լրագրողները կամ այն ԶԼՄ-ները, որոնք ուզում են իսկապես ուզում են անկախ գործեն, կարողանան այս միջավայրում անկախ գործեն, որ չստացվի բյուջեից ինչ որ բան խնդրես, ասեն ինչ որ մեկի գրպանից ես խնդրում, որ չստացվի ճար չունենաս, որևէ քաղաքական ուժի հարթակ տաս, ասեն այս ինչական է, այն ինչական է, երբ որ դու կարող ես պարզապես անկեղծ մղումներ ունենալ։ Հիմա այս համակարգում ինչպես պետք է գոյատևեն այն ԶԼՄ-ները, որոնք նոր են ստեղծվել եւ ուզում են այս համակարգում գոյատևեն, ու չեն ուզում ոչ ձեզ գովան, ոչ էլ ընդդիմությանը գովան։ Ավարտեցիք հարցերը ձեր։ Վերջին հարցին իմիջիալը ձեր հարցերի մի մասին ես նախորդիվ պատասխանել եմ, ենթադրում եմ հունիսի 7-ից այս կողմ առաջի անգամ եք ասուլիսի գալիս։ Զգացվում է, որ հետև են հարցերին, որոնց պատասխանել են, նորից հնչեցնում եք, չեմ զլանա, նորից կպատասխանեմ։ Լրատվամիջոցների հետ կապված ես ասել եմ արդեն, որ մենք 2027 թվականի հունվարի 1-ից համընդհանուր հայտարարագրման համակարգում կիրականացնենք փոփոխություն, որի արդյունքում քաղաքացիները հայտարարագրող, այդ թվում լրատվամիջոցներին նվիրատվություն իրականացնելու հնարավորություն կունենան իրենց սոցիալական կրեդիտներից։ Իհարկե, սկզբնական շրջանում ես հակված չեմ մտածել, թե դա լրատվամիջոցների հարցերը կլուծի, բայց տարիների ընթացքում համոզված եմ, որ մենք կունենանք ինստիտուտ, որը ձեր ասած խնդիրը կլուծի, բայց մենք գիտեք դեռևս 2018 թվականից մենք ունենք առաջարկ լրատվամիջոցներին եւ այդ առաջարկը, որի շուրջ մենք 2018-19 թվականներին ակտիվ աշխատում էինք, սառեցվեց, ինչքան հիշում եմ, եթե նորից կստուգեմ ձեր հարցից հետո, ինչքան հիշում եմ լրատվամիջոցների հետաքրքրված չլինելու պատճառով,
բայց մենք առաջարկել ենք համակարգ ստեղծել, ինքնակարգավորող մարմին ստեղծել, որտեղ լրատվամիջոցները հավաքվեն, իրենց աշխատանքի կանոնները համատեղ որոշեն, մենք ապահովենք ֆինանսավորում եւ իրենք էլ այդ ֆինանսավորման բաշխման մեխանիզմները որոշեն եւ նաեւ մասամբ էլի, չեմ կարծում կամ վստահ չեմ, որ դա ամբողջական կլուծի հարցերը, բայց այնուամենայնիվ մի քայլ այնտեղ, երրորդը, չորրորդը կհասնենք այն խնդրին, որ դուք մանտանշում եք, մի բանում կարող եք վստահ լինել, որ այն ինչ որ դուք ձևակերպեցիք, բառացի այն ինչ որ ձևակերպեցիք, նաև իմ ցանկությունն է, նաև կառավարության ցանկությունն է։ Ես այսօր կառավարության նիստում էլ առիթ ունեցա ասելու, նախկինում էլ եմ առիթ ունեցել 2018 թվականին դուք հիշում եք, թե բարեփոխումների ինչ մեծ օրակարգով մենք ստանձնեցինք Հայաստանի կառավարումը, բայց 2020 թվականի իրադարձությունները, կովիդը, պատերազմը, դրանից հետո եղած իրադարձությունները ըստ էության մեզ ստիպեցին, որպեսզի մենք մեր էներգիայի եւ ուշադրության մեծ մասը ուղենք այլ հարցերի, բայց հիմա երբ հաստատված է խաղաղություն, ես այսօր էլ ասացի, որ 2018 թվականի օրակարգը, հեղափոխության օրակարգը իր ամբողջ ծավալով եւ իր ամբողջ հրատապությամբ նորից դրված է սեղանի վրա եւ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք տրամադրված ենք, որպեսզի այն բարեփոխումները, այն քայլերը, որոնք հեղափոխության տրամաբանությունից բխելով պետք է իրականացնեինք, բայց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել իրականացնել, մենք հիմա դա ամբողջությամբ պետքա իրականացնենք։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ օրակարգի կարևորագույն հատվածներից մեկը վերաբերվում էր ժողովրդավարությանը, վերաբերվում էր խոսքի ազատությանը, վերաբերվում էր մամուլի ազատությանը, համացանցի ազատությանը, չնայած պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այդ շատ ուղղություններով Հայաստանը շարունակում է մնալ առաջատար դիրքերում, այնպես որ այդ ձեր նշած օրակարգը լիարժեք տեղավորվում է մեր պատկերացումների մեջ եւ ես կոչ եմ անում բոլոր ֆեյքերին, որ հերթական հարցակումները չգործեն ոչ հարցերի, ես անկեղծ ասեմ, ես ֆեյք չունեմ եւ մեր ունեցած ֆեյքերի մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերվում է մյուս հարցին, կառավարության ցանկացած անդամի եւ ցանկացած պաշտոնյայի գործունեություն գնահատվում է ըստ աշխատանքի արդյունավետության, ով է գնահատում տվյալ դեպքում գնահատում է վարչապետը գնահատում է եւ այդ գնահատականից ելնելով անում է հետևություններ։ Եթե դուք ուշադիր եք եղել, իսկ դուք պիտի որ ուշադիր եղած լինեք, կամ այդտեղ շատ մեծ ուշադրություն պետք է չէր, ըստ էության կառավարության ընտրություններից առաջ գործող կազմը փոփոխության չի ենթարկվել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է փոխվել, այն էլ ես ձեզ ասել եմ, որ պարոն Հայրապետյանը ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարությունում։ Այսինքն, այո, ձեր հարցի պատասխանը հնչում այնպես, ինչպես ես ասացի, ուրիշ պատասխան ես չունեմ։ Ինչ վերաբերվում է ընտրությունների լեգիտիմությանը, գիտեք, մենք մեր քաղաքական դիրքորոշումները արտահայտել ենք, բայց ես ուզում եմ ձեզ ուրիշ բան ասեմ, բացարձակապես էական չի ինչ է ասում ընդդիմությունը եւ նույնիսկ ինչ է ասում իշխանությունը։ Էական է, թե ինչ է ասում ժողովուրդը, որովհետեւ իշխանության աղբյուրը ժողովուրդը, իշխանության տերը ժողովուրդն է։ Եվ ես ուզում եմ ձեզ ընդգծել, որ 2018 թվականի ոչ բռնի ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո տեղի է ունեցել համապետական 3 ընտրություն։ Տեղի է ունեցել համապետական 3 ընտրություն եւ 0 հետընտրական process։ Դա ամբողջությամբ տալիս է ձեր հարցի պատասխանը։ Ինչ վերաբերվում է ընդդիմության ասելիքին, գիտեք, ընդդիմությունը ինքը պետք է մտածի իր ասելիքի մասին, իշխանությունը, կառավարությունը, կառավարող մեծամասնությունը, իր ռազմավարությունը դեռևս 2024 թվականին հրապարակել է դեմս իրական Հայաստանի գաղափարախոսության։ Միջալոց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ես երբ 2024 թվականի ապրիլին, եթե չեմ սխալվում, ազգային ժողովի ամբիոնից խոսել եմ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին,
ես դա համարել եմ զրոյական կետ մեզ համար քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Եվ այդ զրոյական կետից մենք 2 տարվա ընթացքում կառուցել ենք 24-25, հա, 2 տարվա ընթացքում մենք կառուցել ենք վստահություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրական Հայաստանի գաղափարախոսության եւ խաղաղության օրակարգի նկատմամբ եւ մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ տեսեք մենք շատ երկար խոսել ենք, շատ ենք խոսել դրա մասին, որ մեր ժողովուրդը շատ քաղաքականացված է, անընդհատ ապրում է քաղաքականությամբ, մենք տեսնում ենք, որ այս շրջանում մարդիկ ապրում են իրենց գործերով, իրենց առօրյա հոգսերով։ Սա լեգիտիմության ամենամեծ ցուցիչն է, լեգիտիմության ամենամեծ ցուցիչն է։ Այսինքն կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների վրա։ Մարդիկ, ես էլի եմ ասում, նույնը կրկնեմ, ինչ որ կրկնել եմ նախորդ ձեր բացակայությամբ տեղի ունեցած բրիֆինգներից մեկում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրեն հարց չի տալիս, թե արդյոք իր ընտրած մարդն է այս շենքում աշխատում, թե իր ընտրած մարդը այս շենքում չի աշխատում։ Այդպիսի հարց Հայաստանի Հանրապետությունում չկա եւ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո չի եղել եւ համոզված եղեք չի լինելու։ Սա չի նշանակում, թե Հայաստանի բոլոր խնդիրները լուծված են կամ ընդհանրապես լինելու է մի կետ, որ բոլոր խնդիրները լուծված են լինելու։ Ուզում եմ կրկին ձեր ուշադրությունը հրավիրեմ մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Աշխարհում չկա մի երկիր, որի բոլոր խնդիրները լուծված են։ Աշխարհում չկա մի կառավարություն, որը բոլոր հարցերը լուծել է։ Ես նախորդ շրջանում նաև կառավարության եւ խորհրդարանական ընդդիմությունը շատ այդ մասին խոսում էր, ես առիթ ունեցել եմ, աշխարհում չկա կառավարություն, որը իր կամ նախընտրական կամ գործունեության ծրագիրը 100%-ով իրականացրած լինի։ Չի եղել մարդկության պատմության կամ կառավարության ծրագրերի գոյության պատմության ողջ ընթացքում ու չի լինելու։ Հիմա հետեւաբար արդյունքում գնահատականները տալիս է ժողովուրդը եւ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տվել է իր գնահատականը։ Շնորհակալ եմ։ Պարոն Փաշինյան, հարցից Արմեն Գրիգորյանի հեռացման հետ կապված եմ ուզում հարցնել։ Տեսեք, դուք ասում եք, մենք ձեր մասին ավելի շատ գիտենք, երբ որ ինչ-որ պաշտոնյա հեռանում է, մենք ակնկալում ենք, որ բացատրություն պետք է լինի։ Օրինակ, ինչու եք հեռացրել, ինչ է եղել պատճառը, ես ստիպված չկա պատճառը, հաշվետվողականություն չկա կառավարության կողմից, մենք ենք փնտրում, պատճառներ գտնում, հասկանում ենք ինչ է տեղ ունեցել։ Օրինակ, Արմեն Գրիգորյանին ինչ եք հեռացրել, ինչու է պաշտոնազրկվել, դժգոհ եք իր աշխատանքից, ինչ որ խնդիրներ կար, սա առաջին հարցը եւ ձեր հայտարարությունը ասում եք ԵԱՏՄ խնդիրները բխում են եռագլուխ կուսակցությունների ղեկավարներն են, այսինքն պատճառը ԵԱՏՄ խնդիրների։ Մի քիչ բացենք, էլի ինչն է պատճառը, այսինքն ԵԱՏՄ խնդիրներ են առաջացել այդ կուսակցության կամ այդ ուժերի ղեկավարները զանգել են Ռուսաստան, Պուտինին ասել են խնդիրներ ստեղծեք հայ արտադրողների համար։ Ոնց է այդ մեխանիզմը գործում։ Եվ բուն հարցը դուք ԵԱՏՄ նիստին եմ ուզում անդրադառնալ, գնացիք եւ խոսեցիք այն մասին, այն խնդիրների մասին, որը Հայաստանում ներկայացրել էիք, որ խնդիր կունենա նաեւ ԵԱՏՄ այլ երկրները։ ԵԱՏՄ այլ երկրների ղեկավարները նստած են, բոլորը անհաղորդ են ձեր այդ հայտարարությանը, որևէ ձևով չանդրադարձան, այսինքն նրանց չի մտահոգում ձեր նշած այդ փաստարկները, այսինքն իրենք խնդիր չեն տեսնում, որ այ ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանը խնդիր ունի, ինչ որ բարի իրենք հետ կունենան։ Սա ինչ է նշանակում, պարոն Փաշինյան, արդյոք իրականում խնդիրը ոչ թե ԵԱՏՄ-ի մեջ է, այլ խնդիրը մեկ այլ տեղ է եւ արդյոք դուք փորձել եք ռուսական կողմից, որտեղ մեծ համար պարզվում է ԵԱՏՄ-ն զուտ ռուսական շուկան է։ Արդյոք Ռուսաստանի պաշտոնյաները ինչ որ ձևով բացատրել են, թե կամ ձեզ դուք ասում եք ակնկալում եմ, որ էքսկլյուզիվ հարաբերություններ պետք է լինեն։ Դուք բացատրել եք եւ ընկալում կա ամեն դեպքում, որ այդ էքսկլյուզիվությունը այլևս չի լինելու։ Ինչ են անդադ իրենք կրկնում, որ դուք պետք է հարակվե անեք, որպեսզի իրենք հասկանան այդ էքսկլյուզիվը վերածվել է թե ոչ։ Բայց անկեղծ ասած ես զարմացած եմ հատկապես ձեր վերջի հարցի վրա, որովհետեւ այդ թվում ԵԱՏՄ ելույթում ես այդ հարցերին անդրադարձել եմ։
այո, ասել են, որ մենք պետք է այլընտրանքներ ձևավորենք եւ ասել են, որ կա ընկալում, որ մենք այդ այլընտրանքը չպետք է ձևավորենք կամ պետք է մի այլընտրանքից հրաժարվենք, նոր մյուս այլընտրանքը ձևավորենք։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Հիմա տեսեք, դե որ դուք ասում եք, որ ԵԱՏՄ ներկայացուցիչները նստած էին եւ խնդիր չունեն, իմ ելույթի ժամանակ էլ էին նստած եւ իմ ելույթին էլ չանդրադարձան, այդ թվում Ռուսաստանի Ես էլ կասեմ լռությունը համաձայնության նշան է, այսինքն իրանք անհամաձայնություն չունեին այդ ելույթի հետ եւ թեզերը ամբողջությամբ կիսում էին։ Այսինքն մեկնաբանության հարց է։ Ինչպես ձեր վերած փաստարկը կյանքի իրավունք ունի, այնպես էլ իմ վերած փաստարկը։ Բայց խնդիրը հետեւյալն է, մենք ինչ ենք ասում։ Էլի ասում եմ, ես ինչ եմ ասում զարմացած եմ, որովհետեւ նախորդ բրիֆինգներին ես այդ հարցերին անդրադարձել եմ։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները շատ թափանցիկ ձևով ասում են հետեւյալը։ Ասում են, հիմա դուք ասել եք, ընդունել եք օրենք եւ ասել եք, որ նաեւ այդպիսի այլընտրանք եք ձևավորում ձեզ համար, չեմ իրենք ակնկալում են, որ մենք հիմա կատարենք ընտրություն երկու այլընտրանքների միջև։ Մենք ասում ենք, եւ ես էլ իմ ելույթում յատում, ասում ենք, մենք քանի դեռ այն երկրորդ այլընտրանքը ձևավորված չի, մենք չենք կարող ընտրություն կատարենք։ Եվ իմ ամբողջ ելույթը յատում է, դրան էր նվիրված։ Ես ասում եմ, հիմա մենք ո՞նց հանրաքվե անենք Հայաստանը Եվրամիություն, թե ԵԱՏՄ, որովհետև հանրաքվե անելու համար պետք է նախընտրական քարոզարշավ անել, չէ՞։ Այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ հարցեր են տալու, չէ՞։ Այդ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Եվ մենք հանրաքվե ապագայում անպայման կանենք, բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ որ մենք պաշտոնապես առնվազն նախ մենք ինստիտուցիոնալ առումով որոշակի նախապատրաստական աշխատանքներ արած լինենք, երկրորդն էլ դիմաց լինենք Եվրոպական միությանը անդամակցության հարցով, պաշտոնապես դիմաց լինենք, որ ոչ, մեզ եւ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հավասարաչափ եւ հավասարապես պետք է այնքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը այլընտրանքներ ձևավորելու կատարած կլինենք եւ մեր ժողովուրդը ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին։ Իմիջիայլոց կարա ընտրությունն էլ, ուրիշ ընտրությունն էլ կա։ Այս մենք երկուսը նշում ենք, կա երրորդ ընտրությունը, որ կարող է երրորդ նախաձեռնությունը լինի ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ, ոչ են ենք ուզում, ոչ են ենք ուզում։ Բայց իսկ ով ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում, կարա այդ երրորդ տարբերակն էլ լինի։ Իմ խնդիրը հետեւյալն է, եւ ես ասում եմ, իհարկե ասում եմ, որ ԵԱՏՄ հայտնի ղեկավարի ասածը տենց ինչ-որ դեր ունեցել է, բայց խնդիրն այն չի, որ մի քաղաքական գործիչ մի բան է հայտարարել, Հայաստանի Հանրապետությունն էլ դրան արձագանքում է, այսպես ինչպես ընդունված է ասել, over react անում։ Խնդիրը այդ ելույթը չի։ Խնդիրը այդ ելույթի տակ ընկած ընկալումն է, որը ի վերջո մենք պետք է հարգելի գործընկերներ իրար աչքերի մեջ նայենք եւ ասենք այն, որ այն ինչ որ Բելարուսի նախագահ ասել է, դա եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրների ընկալումն է Հայաստանի Հանրապետության մասին, խորը ինստիտուցիոնալ ընկալումը, եւ դա անհարգալից ընկալում է։ Եվ այդ ընկալումը ինչի վրա է եղել։ Այդ ընկալումը եղել է հիմնված է եղել նրա մասին, դե որ Հայաստանը դե Ղարաբաղի կոնֆլիկտը կա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կա, Թուրքիայի հետ կոնֆլիկտը կա, այդ թշնամությունները անհաղթահարել են, ուրեմն իրանք փախնելու տեղ չունեն։ Իրանց ոնց ուզենք դենց կարանք վերաբերվենք։ Բայց ինչի է այս խոսակցությունը բացվել խաղաղության միջավայրում եւ խաղաղության պայմաններում։ Բա որ ես ասում եմ, որ Ղարաբաղի հարցը լծակ էր, բարան էր կամ թոք էր կամ թակարդ էր, ես բառեր ասեցի տենց ամեն բառ իր արձագանքին, բա ինչ նկատի ունեի։ Հենց սա նկատի ունեի։ Հայաստանի ժողովուրդը ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ։ Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծենք այլընտրանքներ,
որպեսզի ժողովուրդը ինքը ընտրի, կընտրի ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի ԵՄ-ն, բայց պետք է այդ ընտրությունը հասունացած լինի, որովհետև մենք չգիտենք դրա իրատեսականությունը եւ ճանապարհային քարտեզը որն է, ուրեմն կգնանք այդ ճանապարհով, կընտրի երրորդ ճանապարհը, որ ոչ այնտեղ, ուրեմն կընտրի այդ ճանապարհը, բայց նույնիսկ այսօր մենք չենք դադարում 4-րդ այլընտրանքի շուրջ մտածելու, 5-րդ այլընտրանքի շուրջ մտածելու, որովհետև չպետք է լինի որևէ իրավիճակ, երբ որ որևէ մեկը ասի, որ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր եւ շատ կարեւոր երկիր։ Մենք ապացուցեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը ծայրագավառ չէ, Հայաստանի Հանրապետությունը խաչմերուկ է Հարավային Կովկասի հետ միասին, մեծ տարածաշրջանի հետ միասին։ Եվ մենք այդպես ենք վերաբերվում հարցին, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ամենայն հարգանքով բոլորի շահերի նկատմամբ, բայց մենք չենք կարող որևէ մեկի շահերը վեր դասել մեր պետական շահերից։ Մենք չենք կարող իհարկե նաև արհամարանքով վերաբերվել կամ կամահարանքով վերաբերվել որևէ մեկի շահերին, դրա համար մենք փորձում ենք բոլոր հարցերը համբերատար, առանց էսկալացիաների, առանց նյարդի, հանգիստ, համբերատար քննարկել, լուծել։ Ինչքան ենք քննարկելու, այնքան ինչքան պետք է, մինչև գտնվի այն համաձայնության կետը, որը շատ թե քիչ կբավարարի կողմերին։ Արմեն Գրիգորյանի հետ կապված, այո, ես եմ այդ որոշումը կայացրել, դա կախված է նաև, դուք գիտեք, որ ցանկացած քաղաքական process-ը իր հետ բերում է նաև որոշակի ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ, եւ սա պետքա դիտարկել այդ համատեքստում։ Այնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որը համարում եմ կատարյալ։ Այսինքն ես կարծում եմ, որ նաև այո, այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ, դա հայեցողական պաշտոն է, եւ այդ հայեցողությունը վարչապետինն է եւ վարչապետը նաեւ այդ հնարավորությունը ունի եւ ես արդեն շնորհակալություն եմ հայտնել Արմեն Գրիգորյանին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ըստ էության 8 տարի այդ պաշտոնում աշխատել է, շնորհակալ եմ նրա կատարած աշխատանքի համար եւ Արել Սիմոնյանին էլ հաջողություն եմ մաղթում անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում եւ հույս ունեմ նաեւ որ Արմեն Գրիգորյանի ներուժը, փորձը, որ այս ընթացքում ձեռք է բերել, դուք գիտեք, որ նա ներգրաված է եղել շատ կարևոր գործընթացներում, ես հույս ունեմ, որ մենք դեռ առիթներ կունենանք նրա փորձառությունը օգտագործելու Հայաստանի Հանրապետության պետականության կայացման եւ զարգացման գործում, ընդ որում եթե նույնիսկ մասնավոր հատվածում լինի, ես համոզված եմ, որ ոլորտից եւ այդ բովանդակությունից շատ հեռու չի գնա, որովհետեւ ենթադրում եմ, որ դա շարունակելու է մնալ իր հետաքրքրությունների ոլորտում։ Հարգելի գործընկերներ, մեր ժամանակը սպառվեց, ով հաջորդ բրիֆինգը կսկսենք այն գործընկերներից, ովքեր այս անգամ չհասցրին հարցեր տալ։ Շնորհակալ եմ։